Եթերում հեռանկարն է, խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին, բայց հետընտրական այս շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ինչով է այն բնորոշվում։ Այս եւ այլ հարցեր քննարկենք հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Շնորհակալություն պարոն Ղևոնդյան մեր հրավերը ընդունելու համար։ Անդրադառնալով ընտրություններին, այ ձեր կարծիքով ինչով դրանք առանձնացան։ Կանխատեսելիությամբ առաջին հերթին, որովհետև այն ամենը ինչ կանխատեսում էր իրականություն դարձավ։ Մի փոքր կարծում եմ Բարգավաճ Հայաստանի գրանցած արդյունքներ ցածր սպասվածից, ենթադրվում էր, որ իրենք հանգիստ կհաղթահարեն 4% շեմը, բայց փաստացի մեծ դժվարություններ ունեցան, մնացած բոլոր հարցերում հավանաբար կանխատեսելիությունը հաղթեց։ Որ գործոններն են, որ ազդել են այդպիսի պատկեր ստանալու համար։ Բոլոր այն գործոնները, որ մենք տեսնում ենք այս ամբողջ ընթացքում, սկսած իշխանությունների կողմից պատերազմ թե խաղաղություն այս դիսկուրսի ներմուծումից եւ վերջացրած ռուսամետ քաղաքական ուժերի կողմից Ռուսաստանի ազդեցության, Ռուսաստանի կողմից սպառնալիքների, Հայաստանի հասարակության հետ Ռուսաստանի կողմից հարաբերվելու եւ նաեւ այն ամեն առաջին հայացքից իհարկե հակաօրինական երևույթների, որոնք կային, վարչական ռեսուրսի որոշակի հատվածներում կիրառում, որի վերաբերյալ որոշակի փաստեր կան եւ շատ մեծ ծավալով ընտրակաշառքների բաժանում, որի հուսով եմ, որ մեծ մասը բացահայտվել է։ Հիմա սովորական ընտրողը, երբ որ գնում է այդ ռեսուրսների, ընտրակաշառքի կամ աշխարհաքաղաքական ֆակտորների վրա ավելի քիչ է ուշադրություն դարձնում, քան իր կյանքին վերաբերող բաների։ Այս դեպքում որոնք էին այդ որոշիչ գործոնները, պատերազմի եւ խաղաղությունը։ Այո, տեսեք, հենց արդյունքը, որը գրանցել ենք, հենց դրա վկայությունն է, ինչ դուք ասացիք։ Մարդկանց շատ ավելի շատ հետաքրքրում է, որ պատերազմ չլինի, քան այն գումարը, որ իրենք կարող են վերցնել, քան այն, թե Ռուսաստանը կպահի իր դիրքերը Հայաստանի Հանրապետությունում, թե չի պահի իր դիրքերը։ Մարդիկ ընտրություն են կատարել ելնելով այս պահի անհրաժեշտությունից։ Այս պահին անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն։ Թեև ես գտնում եմ, որ այս ընտրությունները դրա մասին չէին, բայց մենք հիմա խոսում ենք քաղաքական ուժերի մոտեցումների մասին եւ ոչ թե ինչի մասին էին ընտրությունները։ Իսկ ընտրությունները ժողովրդավարության եւ ոչ ժողովրդավարության մասին էին։ Հայաստանի Հանրապետության հետագա դեպի արևմուտք շարժի եւ հետընթացի ու հետամնաց տեխնոլոգիական առումով եւ նաեւ քաղաքակրթական առումով հետամնաց Ռուսաստանի հետ հարաբերություններին վերադարձի միջև էին։ Փառք Աստծո, որ հաղթեց առաջադեմը, հաղթեց լուսավորյալը եւ ոչ թե հետադիմությունը։ Հիմա մենք հետընտրական շրջանում տեսնում ենք, որ իշխանության եւ ընդդիմության կարծիքները տարբերվում են։ Հիմա այստեղ ինչն է խնդիրը, ինչու է այդպես ստացվել։ Որովհետեւ իշխանությունները հաղթել են, իսկ ընդդիմությունները փաստացի պարտվել են։ Թեև ես նշեմ, որ այն արդյունքը, որը գրանցվել է, ամենայն հավանականությամբ կանխատեսվում էր նաև ընդդիմադիր դաշտում, եւ կարելի է ասել, որ թե Ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը տարել են իրենց հնարավորությունների մաքսիմումը։ Ուժեղ Հայաստանը չեմ կարծում, որ 23, գուցե 24-25%-ից ավելի հույս ուներ։ Ինչու է այդպես կարծում։ Որովհետև բոլոր հարցումները դա էին ցույց տալիս, բոլոր անկախ հարցումները իհարկե գելապների մասին չենք խոսում։ Բոլոր քաղաքական գործընթացները դա էին ցույց տալիս, բոլոր սթափ վերլուծությունները դա էին ցույց տալիս։ Հայաստան դաշինքը ուներ շեմը հաղթահարելու խնդիր, բայց կարողացավ այդ խնդիրը լուծել։ Այսինքն այս քաղաքական ուժերը տարել են այնքան, ինչքանի համար պայքարում էին, իրենց առավելագույնը կարողացել են տանել։ Եվ այդ պատճառով էլ նրանք ըստ էության մենք տեսնում ենք անցել է 2 օր ընտրություններից, ըստ էության էական գործընթացներ, հետընտրական գործընթացներ սկսելու մասին չեն էլ խոսում։ Իհարկե Հայաստան դաշինքը հայտարարել է, թե սահմանադրական դատան է դիմելու, բայց ես համոզված եմ, որ նրանք դիմելու են միայն մեկ բանի համար, որ հետագայում, երբ կարիք լինի քննադատել այս ընտրությունները, հայտարարել, որ դրանք լեգիտիմ չեն եղել եւ այլն, նրանց չկշտամբեն, ինչպես 2021 թվականի եւ 2018 թվականների օրինակներով, որ եթե դուք գտնում եք, որ լեգիտիմ չեն, ինչու չեք բողոքել, ինչու չեք դիմել սահմանադրական դատան։ Նրանք ասեն, որ այո, տեսեք, մենք դիմել ենք սահմանադրական դատան, բայց սահմանադրական դատանը հակառակ որոշում է կայացրել, իսկ որ հակառակ որոշում կայացնի, կարծում եմ, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Բայց սա նաև նշանակում է, որ իրավական գործընթացն է առաջ մղվում, ոչ թե այլ միջոցներ են կիրառվում։ Հենց դա է հարցը, այլ միջոցներ կկիրառեին այն դեպքում, եթե իրենք ունենային էական հույս, որ կարող է ինչ-որ բան փոխվել։ Ընտրությունների ընթացքը, ընտրությունների արդյունքում ընտրություններում գրանցված արդյունքները այդ քաղաքական ուժերի ցույց են տալիս մեկ բան, որ եթե օրինակ այս ընտրությունները այսօր անվավեր համարվեն եւ նոր ընտրություններ լինեն, նրանք ավելին ստանալու հնարավորություն չեն ունենալու։ Եվ դրա համար սկսել ինչ-որ հետընտրական գործընթացներ մարդկանց փողոց անել, նույնիսկ այն դեպքում, որ փողոց անելու միջոցով էլ նրանք չեն կարող ոչինչ փոխել, որովհետեւ ռեսուրս չունեն մարդկանց, այդպիսի քանակություն չկա ուղղակի որ կգնա նրանց հետևից։ Բայց եթե անգամ դա անտեսենք, սկսել այդ գործընթացները իմաստ չունի, որովհետև այդ գործընթացների միջոցով իշխանություն վերցնել նրանք չեն կարող, իսկ նոր ընտրությունների դեպքում ավելի լավ արդյունք գրանցել նույնպես չեն կարող։
Արդյոք ձեր ասածից կարելի է ենթադրել, որ իներցիայի ուժն է, որ իշխանությունը եթե ասում է մի բան, ընդդիմությունը դրան պետք է հակառակվի կամ հակառակը։ Ես չեմ կարծում, որ այստեղ իներցիայի ուժն է, այստեղ սթափ նպատակահարմարությունն է։ Տեսեք, օրինակ Բարգավաճ Հայաստանի կողմից մենք ընտրությունների վերաբերյալ բացասական մոտեցումներ չենք լսում։ Ինչու՞, որովհետև Բարգավաճ Հայաստանը պայքարում է անցորդ շեմը անցնելու համար, ինչը կլինի հաջողություն իրենց համար։ Եվ պայքարում է բացառապես իրավական միջոցներով։ Ինչու՞, նորից ինչու՞, որովհետև հստակ է, որ ընտրությունները եղել են լեգիտիմ, հստակ է, որ ընտրությունները ազատ են եղել, արդար են եղել, էական խախտումներ, որոնք գլոբալ առումով ազդել են իրավիճակի վրա չեն եղել, այսինքն եթե մենք այն անճշտությունները, այն խնդիրները, որոնք կան, եթե դրանք վերացնենք, գուցե քաղաքացիական պայմանագրի ստացած միավորները իջնեն ընդհանրապես 1%-ով, բայց հաստատ չեն իջնի 10%-ով։ Իսկ 1%-ով իջնելու դեպքում միևնույն է, իրենք իշխանություն են։ Գուցե ուժեղ Հայաստանը նվազի կամ ավելանա 1%-ով, բայց հաստատ չի նվազի կամ ավելանա 10%-ով։ Այդ դեպքում էլ նրանք ցանկացած դեպքում երկրորդն են։ Այսինքն գլոբալ առումով դասավորվածությունը եղել է այնպես, ինչպես պիտի լիներ։ Հիմա նկատի ունենալով, որ Բարգավաճ Հայաստանը չի վիճարկել եւ դժգոհություն չի արտահայտել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բացի նրանից, որ վերահաշվարկի իրավական այդ ճանապարհն է ընտրել։ Հիմա Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվել է ինչ ազդեցություն կունենա եւ չհայտնվել է ինչ ազդեցություն կունենա։ Դե առաջին հայացքից պարզ է, որ չհայտնվելու դեպքում քաղաքացիական պայմանագիրը կունենա որակյալ մեծամասնություն, հայտնվելու դեպքում չի ունենա որակյալ մեծամասնություն, ինչը կարևոր է սահմանադրական որոշ օրենքներ, որոնց հարցը վերապահված է ազգային ժողովին, այդ օրենքների փոփոխություններ կատարելու համար եւ որոշ ընտրովի մարմիններում մարդկանց ընտրելու համար, բայց ես գտնում եմ, որ Բարգավաճ Հայաստանի հայտնվելը ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության շահերից բխում է, ինչու, որովհետեւ մեկ բան է, երբ ազգային ժողովում ունես երկու թեւ, որոնցից մեկը ժողովրդավարական առաջադեմ թև է, մյուսը ակնհայտ ռուսական թև է եւ կառավարվելու է, ես կարծում եմ երկրորդ կարծիք չկա կամ որևէ մեկը չի վիճի ինձ հետ կառավարվելու է Մոսկվայից։ Մեկ այլ բան է, երբ ունես Բարգավաճ Հայաստան, որը ճիշտ է հայտնի է որոշակիորեն ռուսաֆիլ հատկանիշներով, բայց ամբողջապես չի կառավարվում Մոսկվայից եւ կարող են լինել իրավիճակներ, երբ Հայաստանի Հանրապետության շահը Բարգավաճ Հայաստանի պատգամավորները կգերադասեն Ռուսաստանի Դաշնության շահից։ Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքների դեպքում ես նման իրավիճակ չեմ պատկերացնում։ Այլ կերպ ասած, դուք չեք կարծում, որ ԲՀԿ-ն կարող է արմատական ընդդիմություն դառնալ, այլ այսպես ասած բուֆերային կարող է լինել։ Բարգավաճ Հայաստանը կարող է լինել մի քաղաքական ուժ, որի հետ համագործակցելու հնարավորություն կունենան բոլորը։ Ռուսամետ քաղաքական ուժերը կհամագործակցեն այն դեպքերում, երբ անհրաժեշտ կլինի ինչ որ իրավիճակում, չգիտեմ, ինչ որ օրենքի ընդունում արգելափակել կամ ինչ որ մի հարց լինի, որտեղ Բարգավաճ Հայաստանի կամ առանձին անդամների կամ ամբողջ կուսակցության կամ լիդերի Գագիկ Ծառուկյանի շահերը կհամընկնեն, քաղաքացիական պայմանագիրն էլ համապատասխանաբար կկարողանա համագործակցել այն դեպքերում, երբ իրենց մոտեցումների հետ Բարգավաճ Հայաստանի մոտեցումները կհամընկնեն, կախված Հայաստանի Հանրապետության շահերի հետ, կախված Ռուսաստանի Դաշնության շահերի հետ, որովհետև ես ասացի, տեսեք, ուժեղ Հայաստանը եւ Հայաստանը հստակ գալիս են ազգային ժողով պաշտպանելու Ռուսաստանի շահերը։ Նրանք չեն էլ թաքցնում դա, նրանք թե Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, թե Սամվել Կարապետյանի հայտարարությունները, թե Ռուսաստանից հնչող նրանց վերաբերյալ մոտեցումները, բոլորը ցույց են տալիս մեկ բան. այդ քաղաքական ուժերը Հայաստանում պաշտպանում են Ռուսաստանի Դաշնության շահերը, եւ նրանք ազգային ժողով են գալիս այս օրակարգով, խանգարելու քաղաքացիական պայմանագրին աշխատել եւ պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը։ Բարգավաճ Հայաստանը իհարկե գալիս է որպես ընդդիմադիր, իհարկե նա լինելու է ընդդիմադիր ուժ, բայց նա չի գալիս որպես Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանող ուժ։ Նա գալիս է ուժ, որը հնարավոր է տարբեր իրավիճակներում տարբեր վարքագիծ դրսևորի։ Հիմա մենք նկատեցինք նաև, որ արևմտյան ուղղություն ունեցող քաղաքական կուսակցությունները այդպես էլ չունեցան այնպիսի հնարավորություն, որ անցնեն շեմը։ Ինչու է այդպես ստացվում, եթե մենք ընտրել ենք արևմտամետ։ Առաջին իսկ ակնհայտ պատասխանն այն է, որովհետև նրանք առանձին ընտրություններին մասնակցեցին, բայց այստեղ կա մի շատ կարևոր բան, որը ես վերջերս իմ վերլուծությունների արդյունքում եմ նկատել։ Տեսեք, Ռուսամետ դաշտում ռուսամետները անընդհատ հաջողություններ են գրացում։ Տեսեք, թե 2021 թվականին նրանք կարողացան հայտնվել, թե այս անգամ կարողացան հայտնվել։ Ռուսամետ դաշտում կա մի ուժ, կարևոր չէ դա որ ուժն է, 2021-ին Հայաստան դաշինքներ, հիմա ուժեղ Հայաստանն է, կա մի ուժ, որը ռեսուրսներով ակնհայտորեն գերազանցում է մյուսներին, եւ մյուսները պայքարում են միմյանց դեպ այս ուժի հետ համագործակցելու համար, կամ ինտեգրվելու, տեսեք, ՀԱԿ-ը պայքարում էր, որ ինտեգրվեր այդ ուժի շարքերում, որովհետեւ հասկանում էր, որ դա հնարավորություն է հայտնվելու ազգային ժողովում։ Չստացվեց։ Կան քաղաքական ուժեր, որոնց մոտ ստացվեց դա։ Տեսեք, այս կենտրոնում գտնվող ուժը ակնհայտորեն ավելի շատ
ռեսուրսներ ունի, շատ հնարավորություններ ունի, շատ մարդիկ ունի, այդ մարդկանց կարողանում են ֆինանսներով ապահովել, աջակցություն ունի Ռուսաստանից շատ ավելի ուժեղ, քան մյուս ուժերը, եւ այդ մյուս ուժերը հավաքվում են, կենտրոնանում են այդ կենտրոնում գտնվող ուժի շուրջը։ Արևմտամետների դաշտում չկա նման բան։ Արևմտամետ քաղաքական ուժերը հիմնականում հարաբերականորեն հավասար հնարավորություններ ունեն եւ պայքարում են միմյանց դեմ ոչ թե կենտրոնում գտնվող ուժի կողքին լինելու կամ ուժի մեջ ինտեգրվելու եւ այդ ուժի հետ ինչ որ հարցեր լուծելու համար, այլ պայքարում են մեկը մյուսի դեմ ընդհանրապես շեմը հաղթահարելու համար։ Եվ դրա արդյունքում բոլորը պարտվում են։ Ես երկու առաջարկ եմ արել արևմտամետ քաղաքական ուժերին, ես եւ մեր կենտրոնը հայկական խորհուրդը երկու առաջարկ ենք արել, որոնցից մեկը եղել է ավելի շուտ, մոտ 1-1.5 տարի առաջ, երկրորդը եղել է 6 ամիս առաջ ընտրություններից, երկուսն էլ նրանք մերժել են եւ փաստացի պարտվել են։ Առաջարկներից մեկը եղել է նրանց համախմբումը։ Համախմբում ապահովելու առաջարկներ են եղել Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Նոր ուժ կուսակցությունները, Շնորհապետական կուսակցությանը եւ այլն, մի քանի կուսակցությունների, նաեւ Շիրինյանի կուսակցության, նաեւ Նորիկյանի կուսակցության, Դավիթ Սանասարյանի եւ այլն, նրանց մեծ մասը մերժել են, մի քանիսը ընդհանրապես չեն պատասխանել մեր առաջարկին եւ հասկացել ենք, որ համախմբում չի դինում։ Մենք որպես ուղղակի Հայաստանում մետահոգ քաղաքացիներ, մտահոգ փորձագետներ նման առաջարկում ենք հանդես եկել։ Երկրորդ առաջարկը ես ինքս եմ արել արդեն հանրային դաշտում 2025 թվականի դեկտեմբերին, երբ առաջարկել եմ, որ եթե չի ստացվում համախմբվել եւ միանալ, համախմբվեք եւ դուրս եկեք ընտրապայքարից։ Առաջարկել եմ, որ այն մարդիկ, ում ես ասացի, այդ լիդերները դուրս գան ընտրապայքարից, իրենց կուսակցությունները չմասնակցեն ընտրություններին, դրա փոխարեն իրենց բոլորի երիտասարդներին գործուղեն որևէ մի կուսակցության ցուցակ, կազմեն մեկ ցուցակ, որը կլինի արևմտամետների ցուցակ, եւ այդ ցուցակով մասնակցեն որպես արևմտամետ քաղաքական ուժ։ Սա էլ է մերժվել եւ փաստացի արևմտամետներից որևէ մեկը հաջողության չի հասել։ Որն էր ձեր այսպես համոզմունքը, որ դրանք կարող էին հաջողություն բերել։ Համոզմունքը ապացուցվում է արդյունքներով։ Տեսեք, համախմբման դեպքում ակնհայտ է որ հաջողություն կլիներ, իրար գումարենք բոլորին դեմ կամ բոլորին դեմ եթե արևմտամետ չհաշվենք, եկեք դա դեռ մի կողմ դնենք, Շիրինյանի կուսակցության, Բաբաջանյանի կուսակցության, Սարգսյանի, Գուրգեն Սիմոնյանի, Հայկ Մարությանի կուսակցությունների թվերը եթե գումարում ենք իրար, նրանք ավելի շատ են հավաքում, քան 4% անշեմը եւ հայտնվում են եւ հաղթահարում են 4%-ը։ Սա մի դեպքում։ Երկրորդ դեպքում, եթե լիներ մեկ արևմտամետ ուժ, ակնհայտ է որ այս բոլորին ձայն տվող մարդիկ ստիպված են լինելու կամ չգնալ ընտրության կամ ձայն տալ միայն այդ մեկ ուժին։ Եվ այս դեպքում էլ շատ մեծ է հավանականությունը, որ կհաղթահարեին 4% անշեմը։ Դեռ ընտրությունների նախընտրական շրջանում ուժերից մեկը արևմտամետ խոսում էր ընդդիմափոխության մասին։ Ի վերջո այդ ընդդիմափոխությունը որ դեպքերում է հնարավոր։ Եթե այս դեպքը նկատի ունենանք ընդհանրապես Հայաստանում։ Այդպիսի բան հնարավոր է այն դեպքում, երբ այսպես ասած ընդդիմության այն թևը, որը ցանկանում է փոխել այս մյուս թևին, ունենա համահավասար կամ հարաբերականորեն հավասար կամ համադրելի ռեսուրսներ։ Ինչպես ասացի, Ռուսամետ դաշտում կա մի կենտրոն, որը ունի ռեսուրսներ, իսկ արևմտամետ դաշտում այդպիսի կենտրոն չկա։ Եվ ես պետք է մեծ համոզվածությամբ ասեմ, որ նույնիսկ արևմտամետ դաշտի բոլոր կուսակցությունների բոլոր ռեսուրսները իրար հետ համադրելի չեն եղել, օրինակ ուժեղ Հայաստանի ռեսուրսների հետ։ Խոսքը առաջին հերթին ֆինանսների մասին է, բայց բազմաթիվ այլ ռեսուրսներ կան, որոնցից մեկն էլ ինչու ոչ Ռուսաստանի աջակցությունն է։ Այսինքն փոխել հնարավոր է, եթե դու ռեսուրսներով կարող ես համեմատվել գոնե։ Եթե դու քո ռեսուրսները թույլ են տալիս, որ ընդհանրապես մի քանի պաստառ փակցնես եւ մեկ լրատվական ունես, իսկ այն կողմում այնպիսի ռեսուրսներ են, որ հանրապետությունը ողողում են պաստառներով եւ ունեն տասնյակ լրատվականներ, ապա փոխելու հնարավորություն ամեն դեպքում ես չեմ տեսնում։ Ամենից շատ քննարկվող հարցն այն է, թե սահմանադրությունը ի վերջո կարող է դրվել հանրաքվեի, թե չէ։ Այսպիսի պարագայում, երբ որ ձայներն այսպես են բաշխվում, ԲՀԿ-ն հաշվի առնելով կամ առանց ԲՀԿ-ի հաշվի առնելով, որքանով է հնարավոր այդ հանրաքվեի դրելը։ Երկու դեպքն նույնն են, որովհետեւ Բարգավաճ Հայաստանը, եթե նույնիսկ հաղթահարում եւ հայտնում է ազգային ժողովում, միևնույնն է չի բավարարում Բարգավաճ Հայաստանի եւ քաղաքացիական պայմանագրի հավաքական մանդատների թիվը, որպեսզի սահմանադրությունը հանրաքվեի դրվի, այսինքն երկու երրորդ չի ստացվում։ Այսինքն ցանկացած դեպքում քաղաքացիական պայմանագրի սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է լինելու կամ Հայաստան կամ ուժեղ Հայաստան դաշինքներից որևէ մեկի հետ համագործակցել։ Ինչպես արդեն նշեցինք, նրանք երկուսն էլ Հայաստանում են ազգային ժողովում են եւ ընդհանրապես Հայաստանում են պաշտպանելու Ռուսաստանի ազգային շահերը, Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը։ Սա նշանակում է մեկ բան՝ սահմանադրությունը կարող է հանրաքվեի դրվել միայն եթե այնտեղ արտացոլվեն Ռուսաստանի շահերը։ Արդյոք այդ շահերը կլինեն
այնպեսին, որ չեն խախտի Հայաստանի Հանրապետության առանձին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանձին շահերը, թե ոչ, որովհետեւ երկու դեպքում էլ քաղաքացիական պայմանագիրը ուղղակի չի համաձայնի։ Եթե չի համաձայնի, ուրեմն սահմանադրությունը հանրակրվեի չի դրվի եւ սահմանադրությունը չի փոխվի։ Իմ կանխատեսումն այն է, որ ամեն դեպքում մենք առաջիկա 5 տարիներին սահմանադրության փոփոխություն չենք տեսնի։ Եթե հիշում եք, Ադրբեջանի պահանջներից մեկը այն է, որ սահմանադրությունը անպայման փոխվի եւ դրանով նաեւ խաղաղության պայմանագիրը։ Դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը օդից կախված պետք է մնա։ Գիտեք, Հայաստանի իշխանությունները երկրորդ սխալը գործեցին։ Առաջին սխալն այն էր, որ նրանք 2018 թվականի հեղափոխության ընթացքում իրենց խոստումներից մեկը սահմանադրություն փոխել չարեցին 8 տարի, երբ որ կարող էին։ Երկրորդ սխալն այն է, որ նրանք չարեցին այս ընթացքում եւ ներողություն չարեցին 8 տարի եւ 8 տարվա ընթացքում թույլ տվեցին, որ Ադրբեջանը այդ թեմային ներգրավվի եւ երկրորդ սխալն այն է, որ չարեցին նաեւ դրանից հետո մինչեւ այս ընտրությունները եւ թույլ տվեցին, որ Ռուսաստանը այդ թեմային ներգրավվի։ Հիմա փաստացի այդ թեմայի մեջ երկու պետություն կա՝ Ադրբեջան եւ Ռուսաստան։ Այն դեպքում, երբ 2019 թվականին, նույնիսկ 20 թվականի սկզբին մինչեւ պատերազմը Հայաստանի Հանրապետությունը կարող էր ինքնուրույն դա անել, բայց ձգձգեցին, դանդաղեցին, որի արդյունքում մենք ստացանք այսպիսի իրավիճակ։ Ես կարծում եմ սահմանադրությունը, ինչպես ասացի, փոխել հնարավոր չի լինելու, ինչը չի նշանակում, որ հաստատապես Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Ի վերջո Ադրբեջանում տեսնում են իրավիճակը, ի վերջո ադրբեջանցիները հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը ամենամեծ ցանկության դեպքում անգամ սահմանադրությունը փոխելու հնարավորություն չունի, առանց խախտելու օրինակ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր կարմիր գծեր, ընդ որում այնպիսի գծեր, որոնք կարող են հենց Ադրբեջանի համար էլ ընդունելի չլինել։ Ենթադրենք Ռուսաստանը կարող է պահանջել Հայաստանի սահմանադրության մեջ ամրագրել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Բնականաբար Ադրբեջանը նույնիսկ այդ դեպքում եթե նախաբանը հանվի, բայց այսպեսի կետ մտցվի, միևնույն է Ադրբեջանը խնդիրը տեսնելու։ Այսինքն իրավիճակն այսպեսին է եւ Ադրբեջանում կտեսնեն եւ կհասկանան, որ իրավիճակն այսպեսին է։ Ինչ որոշում կընդունեն, դա արդեն մենք կտեսնենք, բայց գուցե որոշեն, որ այնուամենայնիվ ստորագրում են խաղաղության պայմանագիրը, թեև ես նշեմ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմով Ադրբեջանում էինք, այս հարցը տվել ենք այնտեղ եւ մոտեցումը մոտավորապես այնպեսին էր, որ եթե ինչ որ մի իրավիճակ ձևավորվի, որ հնարավոր չլինի սահմանությունը փոխել, մենք կմտածենք ինչ անել։ Գուցե խաղաղության պայմանագիրը չստորագրենք, բայց ինչ կետերի վերաբերյալ ինչ որ առաջընթաց ունենանք, գուցե խոսենք այլ տրամաբանության մեջ, այնպես որ Ադրբեջանում պատրաստ են նաև այսպիսի իրավիճակում ինչ որ քննարկումներ ունենալ, տեսնենք թե ինչի դա կհանգեցնի։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր։